2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ։ Այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի, գրել է ԱԺ նախագահը։ Սրբազան պայքարի գործով անցնող միակ կնոջ Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարեց պաշտպանների միջնորդությունը։ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կկիրառվի համակցված խափանման միջոց, վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։ Նշենք, որ առաջին շաբաթում նույն դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարել էր հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը և 3 ամսով երկարացրել Լիդիայի կալանքը։ Փաշինյանը կորցրել է ժողովրդի վստահությունը և չի տիրապետում իրավիճակին, շուտով նա կկորցնի նաև իշխանությունը։ Այս մասին գրել է Մերձեով ժողովրդական շարժման խոսնակ Մարիան Նաղահրամանյանը։ Փաշինյանը կորցրել է ժողովրդի վստահությունը, չի տիրապետում իրավիճակին, շուտով նա կկորցնի նաև իշխանությունն ու ինչպես իր վերջին ուղերձում Սամվել Կարապետյանն էր ասել, ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ, գրել է նա։